Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսենք մեր խորհրդակցությունը։ Հիդրոմետծառայություն։ Համաձայն հիդրոմետծառայության կողմից ներկայացված տեղեկատվության այսօր ցերեկը մարտի 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 7-ի ցերեկը 8-ից 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ին սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Նվազագույն ջերմաստիճան կգրանցվի մարտի 10-ի գիշերը +1-ից +3 աստիճան, առավելագույն ջերմաստիճան կգրանցվի այսօր ցերեկը +18-ից +20 աստիճան։ Շատ բարի, այն Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի ճգնաժամային կառավարման բաժնում գրանցվել է 279 դեպք, որից արտակարգ իրավիճակների մասով 90, կենցաղային բնույթի 169 դեպք, ինքնակամ շինության 3 եւ կոմունալ կենցաղային հարցերով ստացված ահազանգների թիվը կազմում է 27, այսքանը շնորհակալություն։ Վիոլա ջուր։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 695 վթար, որից 184-ը ջրագծի, իսկ 511-ը կոյուղագծի։ Վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում քանդվել է 371 մետր քառակուսի ասֆալտբետոնե ծածկույթ, որից 330-ը արդեն իսկ վերականգնված է։ Ինչպես նաև իրականացվել է թվով 27 վթարային ջրազրկում, թվով 8 դիտահորերի եւ 95 հեղատար ցանցերի մաքրման աշխատանքներ։ Այսքանը շնորհակալություն։ Երևան գազ։ Պարոն քաղաքապետ, մեկ վթարի արձանագրվել հաշվետու ժամանակահատվածում ԳԿՄ-ի սպասարկման տարածքում վթարավերականգնողական աշխատանքներն ավարտված են։ Հետ։ Անցած շաբաթվա ընթացքում եղել է 59 անջատում, որից 54-ը վթարային, 5-ը պլանային անջատում, նորմալ է, ոչնչի տարածքներ չունի։ Շատ բարի, Երևանի ջրօգտագործողներ ընկերություն, ուզում եմ իմանամ, մենք նախապատրաստում ենք գարնան աշխատանքներին, ինչ վիճակ է։ Պարոն քաղաքապետ, սկսել ենք արդեն գարնան նախապատրաստական աշխատանքները, մաքրվում են ջրանցքները, տեղեկացնեմ, որ Եվրասիական ծրագրով կառուցել են մոտ 5 կիլոմետր ջրագիծ Սիլիկյան թաղամասում 2-3 ավարտել մինչև նախապատրաստական աշխատանքների վերջ եւ 3 կիլոմետր ջրագիծ մուշական ջրաշեն թաղամասերի համար։ Նախապատրաստական աշխատանքները արդեն ընթացքի մեջ է սկսել ենք։ Շատ բարի, ոռոգման ջրի մասին է, ճիշտ է խոսքը։ Ոռոգման ջրամատակարարումը ժամանակի ընթացքում ըստ պլանային աշխատանքների ընթանում են, մեծ ջրանցքներն են արդեն աշխատանքները։ Դուք նաև սկսել եք Դալմայի ջրանցքի վերակառուցման աշխատանքները, չէ՞, ինչ ընթացքի մեջ է։ Դալմայի ջրանցքի, այդ նոր Դալմայի ջրանցքը 2-3 կիլոմետր ջրանցքի կառուցման աշխատանքներ Սիլիկյանից սկսել ենք, արդեն կավարտենք երևի 15 օրից։ Եվրասիական ծրագրով։ Շատ բարի։ Երևան ավտոբուս։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում Երևանի ավտոբուս փակbaşıt դրական ընկերության կողմից սպասարկող 40 երթուղիներում աշխատել են ընդհանուր թվով 2102 շարժակար, որից 601-ը հիգեր մագնիշի, 1072-ը ժոնտակ մագնիշի ավտոբուսներ եւ 429 փոքր դասի գազել մագնիշի միկրոավտոբուսներ։ Տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային 7 պատահար առանց լուրջ հետևանքների, այսքանը։ Էլեկտրատրանսպորտ։ Պարոն քաղաքապետ, հաշվետու շաբաթվա ընթացքում երթուղիներում շահագործվել է թվով 225 շարժակազմ, լուրջ պատահարներ չեն գրանցվել։ Երևան տրանս։ Պարոն քաղաքապետ, ձեզ եմ ներկայացնում աշխատանքային օրերին սպասարկող մեքենաների միջին քանակ ավտոբուսներ 426, մասնավոր ընկերությունների կողմից սպասարկող միկրոավտոբուսներ 287, տրոլեյբուսներ 32։ Զեկուցում եմ նաև, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում ընկերության թեժգից հեռախոս անվարն ստացվել է 17, քաղաքապետարանի թեժգից հեռախոս անվարին 21 ահազանգ, կատարվել են ուսումնասիրություններ, ահազանգերից 15-ին տրվել է լուծում, իսկ 2-ը քննարկման փուլում է, այսքան շնորհակալություն։ Մետրոպոլիտեն։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 482,500 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2836 գնացք, փոխարինվել է 15 հատ փայտակոչ, 1 հատ ռելս, այսքանը շնորհակալություն։ Շատ բարի։ Շտաբ ուժօգնություն։
Պարոն քաղաքապետ, շտապօգնության կանչերի ընդհանուր թիվը 5951-ն է, հիվանդանոց է տեղափոխվել 1218 հիվանդ, մանկական կանչերի թիվը 610, հիվանդանոց է տեղափոխվել 209 երեխա։ Այսքանը, շնորհակալություն։ Երկախլույս։ Պարոն քաղաքապետ, նախորդ շաբաթ արտաքին լուսավորության ցանցի վթարների վերաբերյալ ստացվել է 67 ահազանգ։ Ավտովթարների հետևանքով տեղի է ունեցել 3 դեպք, վնասվել է թվով 2 հենասյուն եւ 3 լուսատու։ Շնորհակալություն այսքան։ Շատ բարի։ Առողջապահության վարչությանը զգողական 1 կատարման ժամկետ յուրաքանչյուր շաբաթ։ Պարոն քաղաքապետ, նախորդ շաբաթվա ընթացքում շտաբ բուժծառայության կողմից արձանագրվել է 41 վթար վրաերթ, որից տուժած 51, Երևանում գրանցված մահվան դեպքերը 140, Երևան քաղաքում ծնված երեխաների թիվը 378, որից 215 տղա, 193 աղջիկ, եւ պոլիկլինիկաներում հաճախումների թիվը 37292։ Այսքան շնորհակալություն։ Շատ բարի, պարոն Սիմոնյան, Կարմերուկի հետ կապված ինչ վիճակ է։ Պարոն քաղաքապետ, Հայաստանի Հանրապետությունում համաճարակային վիճակը այս բան հետևյալն է, ունենք 20 հաստատված դեպք, որոնցից 15-ը Երևանաբնակ են, որոնցից 5-ն էլ Երևան քաղաքի ենթակա պոլիկլինիկաներում են հայտնաբերվել։ Հաստատված բոլոր դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիներ, պոլիկլինիկաներում հերթապահություն ենք սահմանել շաբաթ կիրակի օրերին ժամը 10-ից 17:00 ընկած հատվածում եւս իրականացել ենք ակտիվ պատվաստումային գործընթաց, ինչպես նաեւ խորհրդատվություն ենք տրամադրել գանգատներ ունեցող քաղաքացիներին։ Կարմերուկի մասին կարճ տեղեկատվություն փոխանցեմ նաեւ քաղաքացիների համար լրացուցիչ հասանելի լինի։ Կարմերուկը սուր վիրուսային խիստ բարձր վարակելությամբ հիվանդություն է, այն փոխանցում է օդակաթիլային ճանապարհով, մեկ հիվանդը միջինում կարող է վարակել մինչև 18 կոնտակտավորի։ Կարմերուկի ախտանշաններն են բարձր ջերմություն, հարբուխ, քթահոսություն, չորհազ, հիվանդության զարգացման 3-ից 5-րդ օրերին նկատվում է մաշկային ցան, աչքերի բորբոքում, ըմպանացան։ Կանխարգելման միակ եւ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներն են, բայց այս պահին մինչև պատվաստումային գործընթացը լայն թափ հավաքի խորհրդատվում են քաղաքացիներին, ովքեր չեն պատվաստվել կամ պատվաստման երկրորդ դոզան չեն ստացել, կրեն դիմակներ, մեր են աշխատակիցները, որոնք քաղաքացիների հետ ամենօրյա շփման մեջ են, անպայման եւս լինեն դիմակներով։ Մենք այժմ առողջապահական ներողակներում, որտեղ ամենամեծ ռիսկի օջախներն են, եւս պատվաստումային գործընթացը բուժանձնակազմի շրջանում ակտիվորեն իրականացնում ենք, ովքեր պատվաստված չեն եղել, ինչպես նաեւ դիմակների կրման պայմաններն ենք ապահովում, այսքանը կարող եմ ասել։ Շատ բարի, իսկ եթե չեմ սխալվում, այսինքն վաղ տարիքում են չէ պատվաստում ընդհանրապես անում, բայց վաղ տարիքում են անում, մինչև 4 տարեկան 2 դոզա, բայց մարդիկ կան, որ ժամանակին չեն արել, ուժ չի պատվաստվել, ասեմ, որ սա այն պատվաստանյութերից է, որը գրեթե հետ պատվաստումային բարդություններ չի ունենում, այսինքն առօրյա կենսագործունեության վրա չի ազդում, Կովիդից հիշում ենք, որ 2-3 օր մինչև լինում էր, որ մարդիկ անկողնային ռեժիմում էին լինում հետ պատվաստումային շրջանում, այս դեպքում այդ ռիսկը չկա։ Այսօր ժամը 5-ից 17:00-ից Երևանի քաղաքապետարանի բուժկետում մենք պատվաստումային գործընթաց ենք իրականացնելու, մեր են բոլոր աշխատակիցներին, ովքեր պատվաստված չեն կամ անգամ եթե չեն հիշում պատվաստված են թե չէ, խորհրդատրվում 1 դոզա պատվաստում ստանալ, ինչպես նաև վարչական շրջաններում եւս կարող են կազմակերպել ձեր տարածքային գրասենյակներում մեր պոլիկլինիկաների հետ կարող ենք համագործակցված հենց ձեր մոտ տեղում անել, որ աշխատակիցները իրենց աշխատանքից չկտրվելով այս իմունիտետը ստանան։ Շատ բարի, պարոն Սիմոնյան, նաև պետք է ասենք, որ դա անվճար է, ճիշտ է, քաղաքացիները պետք է դիմեն իրենց պոլիկլինիկաները, հա, եւ կարծում եմ հերթագրվեն եւ ստանան այդ պատվաստումը։ Շատ բարի, երևի ճիշտ կլինի մեր լրատվական վարչությունը համապատասխան մի հատ ձեր հետ համաձայնեցնելուց հետո մի հատ համապատասխան տեղեկատվություն տարածվի։ Շնորհակալություն։ Շատ բարի։ Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությանը հսկողական 3 զեկուցել վարչական շրջանների եւ քաղաքապետանի համապատասխան վարչությունների սեփական եկամուտների եւ քաղաքապետանի ծախսերին ամրագրվող եկամուտների հավաքագրման գործընթացների մասին։
Պարոն քաղաքապետ, 2023 թվականի փետրվարի 28-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 6 միլիարդ 368 միլիոն դրամ։ 2023 թվական փետրվար ամսվա համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 922 միլիոն 652 հազար դրամով, կատարական կազմել 116.9%։ Այսքանը շնորհակալություն։ Շատ բարի։ Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությանը քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների եւ վարչական շրջանների ղեկավարներին Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ընկերությանը սկողական 126 կազմակերպել հանդիպում քաղաքապետարանի աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների հետ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ծրագրային լուծումները ներկայացնելու նպատակով եւ զեկուցել։ Պարոն քաղաքապետ, քննարկում հանդիպումը արդեն իսկ կատարվել է, փետրվարի 27-ին ժամը 12-ին մենք ունեցել ենք քննարկում բրիֆինգում, եղել են վարչական բոլոր շրջանի համապատասխան քարտուղարության աշխատակիցները, ինչպես նաև մեր շահագրգիռ ստորաբաժանումների աշխատակիցները, ներկայացվել է նոր գործիքակազմը, դրանից օգտվելու եղանակները, ինչպես նաև այն ընթացակարգը, որով նախատեսում ենք դրանով աշխատել։ Շատ բարի, վարչական շրջանի ղեկավարներ, խնդիր կա սրա հետ կապված, չէ։ Շատ բարի, ես դեռ ինքս եմ, պարոն Ջհանգիրյան, գիտեք անձամբ նայում եմ, ես մի շաբաթ նույնպես կշարունակեմ մինչև շաբաթվա վերջ նայել, դրանից հետո ճիշտ ասած երևի ճիշտ կլինի, որ հետ տանք, այսինքն ոչ թե տեղեկացում տանք, այսինքն այն ստորաբաժանումները, ովքեր որ պատասխանատու են դրա համար, իրենք սկսեն զբաղվել, դա համար այտենց անընդհատ մենք չենք կարելի երկուսով նայենք։ Շատ բարի, հանձնարարականը կատարված անցնենք առաջ։ Ֆինանսական վարչությանը սկողական 9 զեկուցել կանաչապատում եւ նոր բարեկարգում ընկերությունների լուծարման գործընթացի մասին։ Պարոն քաղաքապետ, նոր բարեկարգման լուծարման մասով դիմել ենք հարկային մարմին լուծարային վերջնական ստուգում իրականացնելու համար, սպասում ենք ամփոփմանը։ Վարչական շրջանների կանաչապատումների մասով կենտրոն կանաչապատումը 3 միավոր գույք, ինչպես նախկինում տեղեկացրել էի, վաճառվել է, 2 անգամ վերագնահատված արժեքները վերանայվել է հանձնաժողովի կողմից եւ նվազեցվել է 10%-ով, հաջողները շարունակվում են եւ Դավթաշեն կանաչապատման մասով դիմել ենք արդեն պետրեգիստր գրանցումը դադարեցնելու համար։ Ճիշտ եմ հասկանում, որ մեր մոտ այս տրամաբանությամբ պնդում է կենտրոնը, նոր-նորքը եւ Շենգավիթը։ Նոր Քանաքերզեյթուն։ Չէ, Քանաքերզեյթունը Շենգավիթի մասով բան չունենք, ավարտված է։ Չէ, բայց Քանաքերզեյթունն էլ առաջինն է ավարտված եղել։ Չէ, Քանաքերզեյթունի մասով Ավանը ներողություն։ Ավանը ճանաչվել է սնանկ։ Ավան նոր-նորք։ Ավան նոր-նոր։ Դավթաշենը կվերջացնենք, նոր բարեկարգումը Դավթաշենի նույն բանումա կարգավիճակում է, կենտրոնն էլ ընթացքի մեջ է, ոնց որ անում եք։ Այո։ Շատ բարի, եկեք հանձնարարականի երկշաբաթաժամկետով երկարաձգ ենք, անցնենք առաջ։ Տրանսպորտի վարչությանը սկողական 112 կատարել ուսումնասիրություններ հասարակական տրանսպորտի բոլոր կանգառներում եւ նոր տեղադրված կանգառասրահների տեղադիրքերի վերաբերյալ ներկայացնել եզրակացություն։ Պարոն քաղաքապետ, տեղադրողի կողմից արդեն աշխատանքները ավարտական փուլում են, իսկ տեղադիրքերը այդ փոփոխության այս շաբաթ կիրականացվեն։ Հաջորդ շաբաթ կհասցնեք։ Հուսով եմ, հա։ Լավ, չասիկ, 2 շաբաթ ժամկետով երկարաձգեք։ Տրանսպորտի վարչությանը սկողական 129 զեկուցել փոքր լուսացույցերի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, ես ներկայացրեցի այդ պատրաստողին, մեր շաբաթ էլ կսարքենք, ուղարկենք, կնայենք։ Շատ բարի, պարոն Սարգսյան, ես հիշեցի, որ նաև ոստիկանության հետ համաձայնեցված մենք փաթեթ ունեինք, հիշում եք 26 խաչմերուկներում, որպեսզի բարելավումներ անենք, եթե չեմ սխալվում, անցած տարի դեռ մրցույթը կայացել էր եւ պարզապես ֆինանսական միջոցներ չկար։ Ես չգիտեմ, այս բյուջեի փոփոխության մեջ դա ներառվել է, թե չէ, մի հատ անպայման պարզեք, եթե չէ, ապա ավելացնենք, պարոն Արաշատյան, դե 20 քանի միլիոն դրամեր ինչ էր, չեմ հիշում։ Կնայենք, պարոն քաղաքապետ, շատ բարի, անցնենք առաջ։ Երևանի ավտոբուս ընկերությանը սկողական 103 զեկուցել գազելների տեխնիկական թերությունները երաշխիքային սպասարկման ժամկետներում վերացնելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների ընթացքի մասին։
Պարոն քաղաքապետ, Գազել Մակնիշի միկրոավտոբուսների արտադրող գործարանը համաձայնվել է երաշխիքի ժամկետը ևս 1 տարով երկարաձգել մինչև 2024 թվականի մարտի 31-ը։ Մուլտիմոտորսի ընկերության տնօրենը ցանկանում է հանդիպել ձեր հետ երաշխիքի պայմաններ կանխարգելելու համար։ Շատ բարի։ Ասենք առաջ։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ընկերությանը սկողական 123 զեկուցել մետրոպոլիտենի նոր շարժակազմի ավելացման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, աշխատանքները կատարվում են, նախնական հարցումները կատարվել են, 1 շարժակազմ 3 վագոնով հիմա երևի մի շաբաթ արդեն մրցույթ կհայտարարենք, մոտավոր գինը կազմում է 480 միլիոն դրամ 1 շարժակազմի 3 վագոնի համար։ Մենք պատրաստում ենք 2 շարժակազմ մրցույթ հայտարարել։ Այդ նշանակում է 6 վագոնի մասին է խոսքը։ Այո, պարոն քաղաքապետ։ 6 վագոնի մասին։ Այսինքն 6 վագոնն է 480 միլիոն։ Այո, այո։ Չէ, 3 վագոնն, 1 շարժակազմ 3 վագոնով 480 միլիոն կապիտալ վերանորոգում։ Շատ բարի։ Լավ, անցնենք առաջ։ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ընկերությանը մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը սկողական 29 զեկուցել մարդկային ռեսուրսների էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների մասին։ Նախորդ հանձնարարականը 3 շաբաթով երկարաձգեք։ Պարոն քաղաքապետ, այս հանձնարարականի հետ կապված նախագծի իրականացման տեմպերի արագացման մասով առաջարկ էինք ներկայացրել, պետք է քննարկվեր։ Շատ բարի, անցնենք առաջ, հիշեցի։ Բնապահպանության վարչությանը սկողական 33 զեկուցել Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման մրցույթի արդյունքների մասին։ Հարգելի քաղաքապետ, մրցույթը կայացել է Գետառի մասներ չէ խոսքը։ Փորձաքննության փուլում է, փորձաքննության արդյունքում որոշ շտկումներ են իրականացվել եւ նախագիծը ուղարկվել է կրկնակի փորձաքննության։ Չէ, մրցույթը գիտենք, նախագիծը չէ, մրցույթը իրականացվել է, նախագիծը կար, փորձաքննության խնդիրներ, հա, ճիշտ հասկացա։ Փորձաքննության, այո, լրամշակումներ են արվել, նորից ուղարկվել է կրկնակի փորձաքննություն։ Շատ բարի, 2 շաբաթ ժամկետով երկարաձգեք։ Շինարարության եւ բարեկարգման, զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչություններին հսկողական 131 զեկուցել էներգախնայողության ծրագրի շրջանակներում 2022 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերներին տեղեկատվություն տրամադրելու գործընթացի մասին։ Պարոն քաղաքապետ, էներգախնայողության ծրագրերի շրջանակներում 22 թվականի կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ուղարկվել է ներդրումային ծրագրերի վարչություն։ Նորմալ է։ Տեղեկատվությունը ենթադրում եմ, որ ֆինանսական վարչություն պետք է ուղարկվեր, որտեղ ֆինանսական վարչության դրական եզրակացության դեպքում միայն մենք կարող ենք նամակի նախագիծը ներկայացնել ձեր ստորագրմանը։ Շատ բարի, զբաղվեք այսօր այդ հարցը լուծեք անպայման, 2 շաբաթը մեր գործընկերները մեզ են սպասում։ Անցնենք առաջ։ Շինարարության եւ բարեկարգման վարչությանը սկողական 47 զեկուցել Աբովյան պուրակի բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, Աբովյան պուրակի բարեկարգման աշխատանքները ընթացքի մեջ են, պայմանագրի ժամկետը 05/01/23 թվական լրացել է, ավարտական աշխատանքների ընթացքը էլ է։ Երբ կավարտեն։ Երևի 1 ամսից ողնքրի քաղաքապետ։ Լավ, 2 շաբաթով հանձնարարականը երկարաձգեք, անցնենք առաջ։ Շինարարության եւ բարեկարգման վարչությանը սկողական 133 Կներեք, այդտեղ կնայև կանաչապատման բան կար, մաս կար, պարոն Բեգոյան նայել եք, դուք դե կարծեմ մի 5-6 անգամ ձեր ստորաբաժանը նայել է։ Պարոն քաղաքապետ, նայել ենք, պարոն Գրիգորյանի կողմից եղել է առաջարկ, որ մենք էլ համաձայն ենք այդ առաջարկին, որտեղ որպես կանոն պրոֆեսիոնալ չի կատարում տնկման աշխատանքները, շինարարը կգնի տնկանյութերը, ծառերը կհանձնի մեզ, մեր կողմից կկատարվի տնկումը։ Շատ բարի, ոռոգման խնդիր չունենք, չէ՞ այնտեղ։ Նորմալ է ոռոգման խնդիրը, մեր դիտողություններ արել ենք, մեր ուզած ձևով կարող եմ ասել, որ անցկացրել։ Շատ բարի, շին բարեկարգման վարչություն, իսկ լուսավորությունը ինչ վիճակ է այնտեղ։ Լուսավորության աշխատանքները արդեն սկսել են, պարոն քաղաքապետ, համաձայնված է երկաղլուսի հետ, նայել են։ Երկաղ լույս նայել եք լուսավորությունը։
Այո, պարոն քաղաքապետ։ Նորմալ լուսատուներ, հա։ Լուսատուների մասով չեմ կարող ասել, Սայրանի լուսատուների նախագիծը նորմալ է ամբողջ։ Ինչ լուսատուների։ Սայրանի վրա որտեղ։ Հա, խնդրեմ մի հատ անպայման երկախ լույս նայեք ու տեսնենք էլ որակով լուսատուներ ենք ուզել էլի։ Եղավ պարոն քաղաքապետ։ Շատ բարի, հաջորդ գործակարգարականին զեկուցեք դրա մասին։ Շինարարության եւ բարեկարգման վարչության հսկողական 133 Երևան տրանս ընկերության տարածքում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կազմել նախահաշիվ եւ զեկուցել։ Պարոն քաղաքապետ, Երևան տրանս ՓԲ ընկերության տարածքը անհրաժեշտ է ուսումնասիրել տեղ առաջադրանք կազմելու նպատակով, ինչն էլ հնարավոր կլինի իրականացնել միայն տարածքը ազատելու դեպքում։ Չէ, բայց այդ դա գիտեի, դրա համար էլ հանձնարարական էի տրանսել շաբաթ որ անեք։ Տարածքը լրիվ ազատված չի որպես։ Չէ, ազատվածը հասկացա, ազատված չի։ Դե մակերս պետք է հաշվեք, ասֆալտապատումը հաշվեք ու վերջացնեք, ազատվել ինչ կապ ունի։ Այնտեղ վերևից որ նայեք, կտենաք, այդտեղ շատ հեշտ է հաշվարկել, էլի։ Եվ շատ բան։ Շինարարության եւ բարեկարգման վարչությանը հսկողական 134 ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մայրաքաղաքի հանրակրթական որոշ դպրոցների տանիքներ տոգորման նյութով մշակելու ուղղությամբ եւ զեկուցել։ Պարոն քաղաքապետ, տվյալ ծառայության գնագոյացման հիմքերն ունենալու համար հարցում է կատարվել համապատասխան ծառայություններ իրականացնող 3 լիցենզավորված կազմակերպությունների, որոնց կողմից պատասխան ունենալու դեպքում հայտը կուղարկվի գնումների վարչության։ Պարոն Թեմուրյան, եթե չեմ սխալվում, դուք հետաքրքրվել եք, չէ՞, այդ չեմ կարծում այդ այդպես բարդ աշխատանքը հաշվարկել է։ Այո, հետաքրքրվել ենք ամբողջ նյութերը շին բարեկարգման վարչությունից պետք էր խոսել ենք, քննարկել ենք։ Հաջորդ գործակարգարական զեկուցեք, որ արդեն մրցույթ եք դրել էլ 3 չի կարելի ասենք երկու թիվ պետք է ասեն թե ինչ են ոնց պետք է ներկեն էլի։ Շինարարության եւ բարեկարգման վարչությանը ջրային կառույցներ ընկերության հսկողական 50 զեկուցել հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշարձանի վերականգնման աշխատանքների մասին եւ սահմանել հսկողություն հուշարձանի հարակից տարածքի շատրվանների աշխատանքի նկատմամբ։ Պարոն քաղաքապետ, 40-ամյակի այգու հուշարձանի եւ հարակից տարածքի բարեկարգման նախագծանախաշվային փաստաթղթերը գտնվում են համաձայնեցման փուլում ԿԳՄՍ նախարարության հետ, վերջիններս դիտողությունների համաձայն անհրաժեշտ է ունենալ սեյսմիկ եզրակացություն հուշարձանի տեխնիկական վիճակի վերաբերյալ, որից հետո կուղարկվի ԿԳՄՍ գիտամեթոդական քննարկման։ Շատ բարի, ունենք մրցույթը շահած սեյսմիկ անվտանգության, թե հիմա պետք է սպասենք դրան։ Շատ բարի, երկշաբթը ժամկետով երկարաձգեք։ Զորահավաքային հարցերի եւ քաղաքացիական պաշտպանության, հանրակրթության, մշակույթի եւ туриզմի, սպորտի եւ երիտասարդության հարցերի, առողջապահության, կոմունալ տնտեսության վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին, հսկողական 69, զեկուցել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, մշակութային, սպորտային եւ առողջապահական հաստատությունների նկուղներում տեղակայված ոչ պիտանի գույքի դուրս գրման աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, թվերը նույնն են մնացել, կոմունալ վարչության պետի հետ խոսել ենք, շրջայցեր նաև կկատարենք, որը կարող ենք դաղարցի ուժերով մենք այդ բեռնափոխադրումը կատարենք, շինախմբը կտանենք, որը չէ տենդեր կհայտարարվի։ Պրոցեսներ կա, որը որ կարելի է զուգահեռ անել, պարոն Թեմուրյան, պարոն Կարոյան։ Պարոն քաղաքապետ, ընդհանուր գույքագրվել է, թվով 21 հաստատություն կա, որոնցից 9 դպրոց մանկապարտեզ են, 4-ը պոլիկլինիկաներ եւ համապատասխան 8-ը մշակութային եւ կրթօջախներ են եւ սպորտային կրթօջախներ են։ Այդ շաբաթվա ընթացքում արդեն աշխատանքների մաքրման կիրականացվեն, հուսանք լրացիչ մրցույթի անհրաժեշտություն կա։ Ինչ ժամկետ է հարկավոր ձեզ։ 1 ամիս։ Հա, 1 ամսով հանձնարարականը երկարաձգեք, ընթացքի վերաբերյալ տեղեկացնեք։ Լավ։ Վարչական շրջանների ղեկավարներին հասարակական կարգի պահպանության ծառայությանը հսկողական համար 70 կատարման ժամկետ յուրաքանչյուր շաբաթ։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում կազմվել է թվով 7 արձանագրություն։ Շատ բարի, անցնենք առաջ։ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությանը վարչական շրջանների ղեկավարներին հսկողական 137 կատարման ժամկետ յուրաքանչյուր շաբաթ։ Պարոն քաղաքապետ, աշխատանքը ճիշտ կազմակերպելու նպատակով
բաժանվել էին աշխատանքը ըստ կատեգորիաների, այսինքն հիշեցնեմ 4-րդ ռիսկայնության աստիճանի ունեինք 900 օբյեկտ եւ երկրորդ, երրորդ ռիսկայնության աստիճանների 4000-ական օբյեկտներ։ Ճիշտ կազմակերպելու համար որոշվել էր, որ 4-րդ ռիսկայնության աստիճանը պետք է ծանոթություններ իրականացնի վարչության կողմից։ Անցյալ շաբաթվա ընթացքում ԿՎ-ի կողմից հանձնվել է շուրջ 355 օբյեկտի մասով ծանոթություն։ Վարչական շրջանների մասով ոնց հասկացա, առկա են տեխնիկական խնդիրներ, այսօր քննարկում ենք կազմակերպել մեզ մոտ, որպեսզի մեթոդական օգնություն ցուցաբերենք, ձեզ իլրում ենք տեղեկացնեմ։ Պարոն Ասատրյան, ճիշտ եմ հասկանում, այս 355 օբյեկտներում ձեր աշխատակիցը արձեռն տվել է կառուցապատողին, կառուցապատողը ստորագրել է, որ ստացել է, ճիշտ եմ հասկանում։ Այո, պարոն քաղաքապետ, արձեռն հանձնվել են կառուցապատողներին, ստորագրվելուց հետո ներբեռնվել է լակատար համակարգ, շինարարություններ բաժնում, եւս մեկ անգամ լուսանկարվել է կառուցապատող օբյեկտը, եթե կարգավիճակը եղել է չսկսված, փոխվել է միանգամից սկսված, այսինքն որ մենք ունենանք կոնկրետ տեղեկատվություն։ Եթե թույլ կտակ, եւս մի երկու բառով ներկայացնեմ լակատար համակարգը։ Համակարգը ներդրված է 17 թվականից։ 17 թվականին, երբ որ ներդրվել է, 12 թվականից սկսված ինչքան, այսինքն ՃՀ-ներ, շինթույլտվություն ամբողջությամբ ներբեռնվել է համակարգ։ Համակարգը շատ սկսած չգեմ ՃՀ-ների տրամադրումից, շինթույլտվություններից ամբողջական տեղեկատվությունը կա։ Համակարգը ունի հնարավորություն, որ մենք կարող ենք մեր բոլոր աշխատակիցների պատասխանատու ֆիքսել հետևյալ պահին աշխատանքային ժամերին որտեղ են գտնվում, ինչ շրջայցեր են կատարել, կա օֆլայն պատմություն, որ կարող ենք մինչև 1 տարի հետ գնալ, օրվա դրությամբ կամ ամսվա դրությամբ հասկանալ տվյալ աշխատակիցը որտեղ է եղել, այս մասով ամեն ամիս մենք մոտավորապես 200,000 դրամ վճարում ենք ինտերնետ ծառայության համար, որ 135 հատ պլանշետ է կցված այս համակարգին։ Այսինքն ամբողջ շարժը կարող ենք հետևել։ Նույն կոպիտ օրինակ որ բերեմ, ավարտական ակտի փուլում, երբ որ կառուցապատողը գալիս է դիմում մեզ, մենք ամբողջական ինֆորմացիան կարող ենք վերհանել։ Դե ՃՀ-ները երբ է տրվել, քանյա ЧՀ կա, քանյա շինթույլտվություն կա, արդյոք արձանագրություն կազմվել է, չի կազմվել, ամբողջ ինֆորմացիան կա։ Մեր խնդիրներից է նաև ամենակարևորը, որ բոլոր պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները ամենօրյա ռեժիմով պլանշետների միացրած պահեն, ինչպես նաև ինքը բազա է, որ լուսանկարներ մեռնելով մենք մի հատ ընդհանուր պատկեր ենք ստանում յուրաքանչյուր օբյեկտի մասով։ Շատ բարի պարոն Ասատրյան, բայց այդ կարծում եմ վարչական շրջաններ, երեք անցած անգամ այս հանձնարարական տալուց հետո ինչ-որ խնդիրներ ունենք, ոնց հասկացա դեռ ծանոթություններ չեք արել կառուցապատողներին։ Որոշակի խնդիրներ կար, պարոն քաղաքապետ, պայմանավորվել են վարչության հետ, որպեսզի որոշակի քննարկում անցկացնեն, որից հետո ծանոթությունները նույնիսկ կշարունակվի բաժանվել։ Ծանոթություններ եւ նկարել էլի իհարկե միասին։ Հասկանալի է, համակարգը որպեսզի աշխատացնենք, լավ, շատ բարի, ուրեմն հաջորդ գործակարգավորենք, խնդրում եմ անձամբ հետևեք այդ թվերին, թվերը բավականին քիչ չեն։ Հիմա եթե ծրագրային ապահովումը աշխատում է ու 355 հատ վարչությունը իրականացրել են, նշանակում է դուք նույնպես կարողանաք իրականացնել դրանք։ Ձեր անձնակազմը էլ ավելի շատ է, քան վարչության։ Պարոն քաղաքապետ, թույլ կտակ միջին հաշվարկով ասենց ասեմ, էլի ըստ վարչական շրջանների թվերը տատանվում են, օրինակ վարչական շրջան կա 120 ծանոթություն պետք է ծանոթցի, 120 օբյեկտի մասով եւ ամենամաքսիմալ 850 ծանոթություն։ Այսինքն ըստ վարչական շրջանի կա։ Դե վարչականում ավելի հեշտ է կազմակերպել, դա համար հիմա այս 355-ը տարբեր վարչականներ։ Լավ, շատ բարի մի հատ խորհրդակցություն արեք հաջորդ երկուշաբթի ըստ վարչական շրջանների զեկուցեք, թե քանի վարչական շրջան է սենց ծանոթում արել։ Եվ շատ բարի, անցնենք առաջ։ Կոմունալ տնտեսության վարչությանը սկողական 120 զեկուցել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների նկուղներում կուտակված աղբը հեռացնելու նպատակով մրցույթ հայտարարելու աշխատանքների մասին։ Այս հանձնարարականը նախորդ հանձնարարականի հետ միավորեք, չգիտեմ, առանձնացան։
Առևտրի և ծառայությունների վարչությանը, հասարակական կարգի պահպանության ծառայությանը, վարչական շրջանների ղեկավարներին, ոստիկանության, Երևան քաղաքի վարչությանը, սկողական 86 կատարման ժամկետ յուրաքանչյուր շաբաթ։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 34 արձանագրություն, ընթացքում է գտնվում 30 վարչական վարույթ։ Այսքանը շնորհակալություն։ Շատ բանի։ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Մարտիրոսյանին, շինարարության և բարեկարգման վարչությանը, սկողական 89, զեկուցել շինարարական հրապարակների կահավորման չափորոշիչների վերլուծություն իրականացնելու և շինարարական աշխատանքների ընթացքում շինհրապարակները միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորելու նպատակով Ասիական զարգացման բանկի հետ կազմակերպված քննարկումների արդյունքների մասին և ներկայացնել տեղեկատվություն անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու վերաբերյալ։ Պարոն Կարապետյան, ինչ որ տեղեկատվություն ունենք, վերջի տեղեկատվությունները այն էր, որ քաղաքաշինության կոմիտեից ինչ որ ինֆորմացիա ենք, չէ՞, պարոն Կարապետ, եթե կարելի է ես պատասխանեմ։ Մենք ակնկալում ենք անցած շաբաթվա ընթացքում պատասխան ստանալ, դեռ չենք ստացել, համաձայն պայմանավորվածության ընթացիկ շաբաթվա սկզբին կստանանք դիրքորոշումը եւ կսկսենք գործընթացը։ Շատ բարի, ուրեմն հաջորդ գործակարգավորական տեղափոխեք, եթե այս շաբաթվա սկիզբը անցնենք առաջ։ Վերահսկողության վարչությանը, Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ընկերությանը, սկողական 95 կատարման ժամկետ յուրաքանչյուր շաբաթ։ Պարոն քաղաքապետ, սույն թվականի փետրվարի 24-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում վարչական շրջաններում թեժ գծի ծառայության հեռախոսահամարներով ստացվել է ուսումնասիրման ենթակա թվով 52 հեռախոսազանգ, որոնցից 42-ին տրվել է լուծում, իսկ 10-ի վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ամենաշատ հեռախոսազանգերը ստացվել են Նոր վարչական շրջանում թվով 11։ Հաշվետու նույն ժամանակահատվածում քաղաքապետարանի աշխատակազմում թեժ գծի ծառայության հեռախոսահամարներով ստացվել է ուսումնասիրման ենթակա թվով 228 հեռախոսազանգ։ Դրանցից 169-ին տրվել է լուծում կամ պատասխանվել է քաղաքացուն, մնացած 59 հեռախոսազանգը դեռ ընթացքի մեջ է։ Նշված 228 հեռախոսազանգերից կոմունալ կենցաղային բնույթի են եղել 103-ը, որից աղբանություն 18, տարածքի սանիտարական մաքրում 15, վերելակի անսարքություն 16, որից 5, նոր 11, դիտահորի խնդիր 11, ջրամատակարարում ջրագծի վթար 6, գոյու խնդիր 22։ 41 հեռախոսազանգ վերաբերել է բնապահպանությանը, 22-ը քաղաքաշինական աշխատանքների վերահսկողությանը, որից խնդրահարույց է եղել 2 դեպք, որտեղ տեղ է ունեցել առանց թույլտվության շինարարական աշխատանքներ։ 16 հեռախոսազանգ վերաբերել է բարեկարգմանը, 15-ը տրանսպորտին, 2-ը բացօթյա առևտրին, 6-ը հանրակրթությանը, 5-ը առողջապահությանը, 3 հեռախոսազանգ արգելափակոցներին։ 228 հեռախոսազանգերից 52-ը վերաբերել է կենտրոն վարչական շրջանին, 28-ը Արաբկիր, 34-ը Նոր, 15-ը Շենգավիթ, 10-ը Աչափնյակ, 24-ը Մալացիա Սեբաստիա, 15-ը Էրեբունի, 9-ը Քանաքեր Զեյթուն, 6-ը Դավթաշեն, 1-ը Նորք Մարաշ, 6-ը Ավան, 1-ը Նուբարաշեն, 27-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին։ Շնորհակալություն։ Շատ բարի, պարոն Աբրամյան, այս e-verify-ի հետ կապված ինչ են կարա, ինչ ընթացքի մեջ է, ես նոր հիշեցի։ E-verify-ը։ Հա, e-verify-ը ինչ վիճակում է։ Պարոն Մանուկյան, ոնց որ դուք եք, չէ՞, զբաղվում դրանով, ինչ որ փուլեր եք, ճիշտ եմ հիշում։ Եթե խոսքը գնում է QR կոդերով Երևանային կայքից, API-ների մասով, տեխնոլոգիական մասով խնդիրներ չկա, հանդիպել ենք, քննարկել ենք։ Մալբերի կենտրոնը պարոն Սարգսյան, բանալ Մարտինը այս շաբաթվա միջև այս շաբաթվա վերջ API կտա, որ կարողանանք մեր կայքի հետ համատեղեկել։ Շատ բարի, այդ ստեղ ամսի 7 էր գրված հանձնարարականի մեջ հաջորդ գործակարգավորական տեղափոխեք էլի նոր նկատեցի։ Լավ, շնորհակալություն ձեզ, լավ աշխատանքային շաբաթ։